Բարև ձեզ։ Վաղը լրանում է ուղիղ մեկ տարին այն օրից, ինչ Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ եւ միջնորդությամբ նախաստորագրեցին հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Անցել է մեկ տարի եւ ժամանակն է գնահատել, թե ինչ տվեց այդ փաստաթուղթը Հայաստանին, արդյոք նա դարձավ իրական խաղաղության մեկնարկ, թե ժամանակ շահելու հնարավորություն։ Հետաքրքիր զուգատիպությամբ այդ իրադարձությունից մեկ տարի անց եւ մեկ օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը մասնակցում է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն Հայաստանին հորդորում է հանրաքվեով կողմնորոշվել եւ որոշել ԵԱՏՄ թե ԵՄ, իսկ այսօր Հանրապետության վարչապետը այնտեղ հայտարարեց, որ նման ընտրության հարց հայ ժողովրդի առջև այսօր կանգնած չէ, քանի որ այս պահին Հայաստանը դեռ պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը։ Այս միջոցին շարունակվում է բարդ հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, Ռուսաստանից շարունակում են ընչել կոշտ հայտարարություններ, շարունակում են կիրառել կոշտ տնտեսական սահմանափակումներ, քննարկվում է գազի հարցը, քննարկվում է երկաթուղու հարցը։ Մի խոսքով ստացվել է մի իրավիճակ, երբ մենք դժգոհ ենք Ռուսաստանի քայլերից, Ռուսաստանը դժգոհ է մեր վարած քաղաքականությունից։ Այս միջոցին կարծես թե ել ավելի են ամրանում եւ խորանում հայ-ամերիկյան հարաբերությունները, Միացյալ Նահանգները տնտեսական հետաքրքրություն է ցուցաբերում եւ աճում է այդ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, կրկնապատկվում է TRIP հիմնադրամի կապիտալը։ Հանրությունը այս ամենին հետևում է եւ սպասում է պատասխանների, թե ի վերջո որ ճանապարհով է գնալու Հայաստանը, իսկ այս ամենը տեղի ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանում ընտրությունները ավարտվել են, նոր խորհրդարանը ձևավորվել է, նոր խորհրդարանը սկսել է աշխատել, քաղաքական ուժերը դիրքավորվում են, միմյանց սպիտակավորում են եւ ըստ ամենայնի պատրաստվում են առաջիկա աշնան զարգացումներին։ Ահա այս հարցերի մասին ենք զրուցելու մենք առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է։ Բարև ձեզ։ Օրվա թիմի իրադարձությունը իրադարձային առումով իհարկե Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստն է, այս մասին պիտի խոսենք, բայց նախ սկսենք օգոստոսի 8-ից լրացավ մեկ տարին, ինչ կասեք փաստաթղթի նախաստորագրումից հետո մեկ տարվա ընթացքում մենք խաղաղություն ստացանք, թե ժամանակ։ Ցանկացած փաստաթուղթ Հայաստանի հետ կապված գնահատելու առումով մենք պիտի այն դիտարկենք համեմատության մեջ եւ այս առումով համեմատական է այս փաստաթղթի ստորագրումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից մեկ տարի հետո մենք ունենք սպառնալիքներ ուժով Սյունիքը բացելու, Հայաստանի սահմաններին մասնավորապես Վարդենիսում կրակում էին, ադրբեջանցիները հոխորտում էին, որ գիշտեն Սևանի ափ, որտեղ Սևանը ինչ-որ չափով իրենցն է, ել չեմ խոսում տնտեսական խնդիրների առումով, որ Հայաստանն ուներ եւ այդ առումով փաստաթղթի երրորդ կողմ Ռուսաստանը որևէ կերպ մեզ չէր աջակցում, թե մեզ թե Լեռնային Ղարաբաղին, որտեղ խաղաղապահներ էր կանգնել։ Իսկ օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո 2025 թվականի մեկ տարի է լրացել եւ ես միշտ ասում եմ Փառք Տիրոջը, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին չեն կրակվել եւ սատանայական ջխուլ, որ հայ զինվոր, հայ սպա չի վիրավորվել, չի զոհվել թշնամու կրակոցից։ Դրանով հանդերձ, եթե մենք նոյեմբերի 9-ից հետո ունենք այդ սպառնալիքները, օգոստոսի 8-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին լիարժեք անվտանգության զգացողություն ունի, թե դեռ ոչ։ Սա հենց այն փաստն է, որ օգոստոսի 8-ի փաստաթուղթը որպես այդպեսին աշխատում է եւ օգոստոսի 8-ի փաստաթուղթը փաստացի մեկ տարվա մեջ իրական խաղաղություն է ապահովել եւ հնարավորություն է ստեղծել այդ խաղաղությունը հարատև դարձնելու եւ դրա հիմնական դրդապատճառը ես համարում եմ, որ օգոստոսի 8-ի փաստաթուղթը նույն օրը զուգահեռվել է տնտեսական փաստաթղթերով երկկողմ Հայաստան Միացյալ Նահանգներ, երկկողմ Ադրբեջան Միացյալ Նահանգներ եւ ընդհանուր կոմունիկացիաների ճանապարհների վերաբացմամբ TRIP անվանումով TRIP
Միացյալ Նահանգների նախագահի անվանումով, որ այս տարածաշրջանը կապում է իրար գերակա շահեր ապահովելով բոլոր կողմերի համար, այդ թվում նաև Միացյալ Նահանգների։ Սա այն գլխավոր դրդապատճառներից է, որը հիմնականում կարող է հանդիսանալ խաղաղության հիմք, որովհետև դա շահեկան է բոլոր կողմերի համար, նաև նախաձեռնող կողմի համար։ Նախաձեռնող կողմի համար այդ շահեկանությունը որոշակի ժամանակահատվածի համար է, թե երկարատև, հարատև, ռազմավարական։ Միանշանակ երկարատև հավարատև ռազմավարական է, որովհետև դեռ 90-ական թվականների սկզբին, հենց 90 թվականին այդ թեման բարձրաձայնեց Քլինտոնը, ինքը այն ժամանակ դրան տրասեկա էր անվանում, որ այդ միջին միջանցքը պիտի գործի, քանի որ վերին միջանցքի մասով Ռուսաստանով արդեն սկսել էին պատժամիջոցներ կիրառել։ Դրանից հետո 2023-ին այդ թեման բարձրաձայնեց Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բայդենը, որը 5 երկրներ 5+ գագաթաժողովը արեց, որտեղ հավաքեց կենտրոնական Ասիայի երկրների, մասնավորապես միջինասիական հանրապետությունների ղեկավարներին եւ անվանեց դա միջինասիական ուղի կամ միջին միջանցք այդ անվանումը դրեց։ Դրանից հետո ես լավ հիշում եմ, որ Թրամփի իշխանության գալուց հետո բոլորը առանց բացառության Հայաստանի քաղաքական դաշտում պնդում էին, որ Թրամփի քաղաքականությունը Միացյալ Նահանգների համար Թրամփը ընդհանրապես Հայաստանի տեղն էլ չգիտի, այդ իրեն չի հետաքրքրում ու այդ ճանապարհ խաշմերուկ եւ այլը մոռացեք։ Միայն ես էի, որ պնդում էի, որ դա Միացյալ Նահանգների որպես պետության շահը սպասարկող եւ Եվրոպան Ասիային կապող գեր աշխարհակաղակական ուղի է եւ Միացյալ Նահանգների որևէ իշխանություն դրանից չհրաժարվի ու փաստը ցույց տվեց, որ Թրամփը ոչ միայն չհրաժարվեց, այլև շրջանցելով բոլոր բյուրոկրատական սողանցքները միանգամից իր ներկայությունը ապահովեց Հայաստանում 74% բաժնեմաս ուզելով։ Բայց ինչքան էլ որ ասում եք, թե հետաքրքրությունը դերակատարությունը Միացյալ Նահանգների երկարատև եւ ռազմավարական է, այդուամենայնիվ այս արագ փոփոխող ժամանակաշրջանում եթե ինչ-որ մի օր Միացյալ Նահանգների առաջնահերթությունները փոխվեն, մենք խնդիր ունենք այդ ընթացքում խաղաղությունը դարձնել ինստիտուցիոնալ, որպեսզի, ասենք, այնտեղ դիրքորոշման կամ առաջին դեմքի փոփոխությունից հետո խաղաղությունը դիմանա այդ փորձությանը։ Խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու խնդիր ունի տարածաշրջանի բոլոր երկրները, այդ առումով նաև Իրանը, որ մեզանից մի քանի անգամ մեծ է 90 միլիոնը, եւ այս առումով բանավեճի խնդիր չկա, իհարկե ինստիտուցիոնալ դարձնել է պետք եւ իհարկե այս ժամանակը ճիշտ օգտագործել է պետք Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալը, աշխարհի հետ ունեցած տնտեսական կապերը ավելի խորացնելու եւ որպես դրան հենք Հայաստանի Հանրապետության բանակ ավելի լավ սպառազինելու, գիտության, նոր տեխնոլոգիաներին համահունչ գործընթացներ ծավալելու, ինչի առաջին քայլերը մենք տեսնում ենք եւ Nvidia-ի ներկայությունը Հայաստանում այս մակարդակի, այս չափի, մանավանդ հիմայի արդեն 2 միլիարդանոց երկրորդ բաժինը գործընթացը սկսելու այս գործընթացը աննախադեպ է, նույնիսկ աննախադեպ բառը ինքը չի բնութագրում այն ամենը, որ հայ մարդը կարող է հասկանալ ու ընկալել, թե այդ ինչ է։ Մենք բարձրանում ենք այդ օգտագործեմ այդ միջազգային բառը մի այլ level-ի, որը դեռ պիտի ինքներս կարողանանք այդ ամեն ինչը գնահատել։ Բայց ես նաև տնտեսական մոտեցման կողմնակիցն եմ եւ գտնում եմ, որ աշխարհը ինչքան էլ հարաբերփոխվի, միևնույն է, միջին միջանցքի անհրաժեշտություն կա, որտեղ միջինասիական հանրապետությունները հակված են ապրանք վաճառել Եվրոպային, եւ Եվրոպան էլ հակված է իր ապրանքները միջինասիական երկրներ կամ կենտրոնական Ասիա վաճառելու։ Սրա պահանջարկը կա, իսկ եթե պահանջարկը կա, առևտուրը փողը հաղթահարում է ամեն ինչ, որովհետև վերին միջանցքը չի գործում, Ռուսաստանը օր-օրի էլ ավելի է խրվում պատերազմի եւ աշխարհի կողմից մերժված երկրների շրջանակում, ներքին միջանցքը տեսնում եք նեղուցքներում ինչ է կատարվում, իսկ եթե նույնիսկ չկատարվի էլ, այդ նեղուցները չեն տալիս այն հնարավորությունը, որ այդ քանակությամբ ապրանք
տեղափոխվի շրջանառություն տեղի ունենա։ Վրաստանով ճանապարհը այնքան վատն է, որ երկաթգիծը 10 վագոնից ավել չի կարողանում տանելու, ինքը չի կարող միջին միջանցք դառնալ, հետևաբար միակ ճանապարհը Արաքսի ափով է, որը հարթ է, ուղիղ կարող է այդ ճանապարհը շարունակել, ու այստեղ թե էներգոգիրների, թե մարուխների եւ թե երկաթգծով ապրանքատեղափոխման խնդիրները պիտի լուծվեն անկախ նրանից Միացյալ Նահանգների իշխանությունները ով կլինեն։ Դա կարող է լուծել այն երկիրը, որը շատ մեծ փողեր ունի եւ նաեւ քաղաքական ազդեցություն ունի։ Ես կարծում եմ, որ ինչպիսի փոփոխությունները լինեն, առաջիկա 10-15 տարում միանշանակ էլի Միացյալ Նահանգներն է մնալու այդ երկիրը։ Լավ, եթե ասում եք, որ խաղաղությունը հաստատելու, հարատև դարձնելու, ինստիտուցիոնալ դարձնելու խնդիր ունեն տարածաշրջանի բոլոր երկրները, նաեւ այստեղ խաղացողները, այդ երկրների շարքում են նաեւ Ադրբեջանը, եւ Ադրբեջանը մեկ տարի անց դեռ չի ստորագրում եւ պայմաններ է դնում։ Սա ինչով բացատրել։ Գիտեք, Ադրբեջանը բազմաթիվ պայմաններ դնելու հնարավորություն ունի այս փուլում, ավելին բոգելու առումով։ Ադրբեջանը ամրագրում է, որ խաղաղություն փաստացի իրենք, այս վերջերս անդադ կրկնում են, որ փաստացի խաղաղություն արդեն կա։ Այսինքն իրենք ուզում են ասեն՝ մի սևեռվեք խաղաղության փաստաթուղթ լինել թե չլինելու վրա։ Այդ թողնենք մի կողմ, կլինի, չի լինի, միևնույն է խաղաղությունը կա։ Այս անդադ փորձում են ամրագրել։ Բայց Ադրբեջանը ուզում է եղած իրավիճակից մաքսիմումը փոկել։ Ես մասնավորապես այն պատկերացումն ունեմ, որ Ադրբեջանը ուզում է, որ Միացյալ Նահանգները իր վրայից հանի պատժամիջոցները։ Ինչի նկատի ունեմ 907 որոշումը Ադրբեջանի նախագահը անդադ խոսում է այդ թեմայով, անդադ հույս է հայտնում, որ Միացյալ Նահանգները այդ պատժամիջոցը իր վրայից կանի ու ինքը Միացյալ Նահանգներից այդ օգնությունը կամ ազատ արևմուտքից զենք գնելու այդ հնարավորությունը կունենա։ Ինչ է ուզում Ադրբեջանը Միացյալ Նահանգներից, իմ կարծիքով F35 ինքնաթիռներ կամ մինիմում F25 կամ թեկուզ 15 իրեն արդեն աստղայինը տարել է, ինքը չի ուզում Թուրքիայի դուստր ձեռնարկությունը լինել։ Տարածաշրջանի լիդեր է ուզում տալ։ Ինքը ծերունիցովի, պարավի իրավիճակում է հայտնվել եւ իրեն այդպես գնահատում են եւ այդ համատեքստում է, որ ինքը ուզում է նախ, որ Միացյալ Նահանգները այդ զիջի, ինքն էլ գա խաղաղության փաստաթուղթ ստորագրել։ Այսինքն այս փուլում Ադրբեջանը ոչ թե ինչ-որ բան ավելի շատ եւ ավելի շուտ ոչ թե Հայաստանից է ուզում, այլ Միացյալ Նահանգներից։ Եվ այստեղ էս պիտի հիշեմ մի նրբություն, որ կարծես թե ուշադրության չարժանացավ, եթե մինչ այս իրենք պնդում էին, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, հիմա էլի շարունակում են պնդել, բայց նաեւ հետ ավելացնում են, դա կարող է լուծվել նաեւ իրավական այլ մեխանիզմով։ Այո, ես դրան ուշադրություն դարձրել եմ, ես հարցազրույցներից մեկում անդրադարձել եմ դրան եւ ասել եմ, որ Հաջիևը նման բան ասելով, այս նոր բան է, այսինքն իրենք հնարավորություն են տալի այս ընտրություններից հետո խնդիրը հանգուցալուծել, որպեսզի կարողանան ստորագրել իրենց ասացի տակից դուրս գալ։ Իսկ ինչպես է դա հնարավոր է? Հնարավոր է սահմանադրական դատարանով, այդ հնարավոր է ազգային ժողովով, որևէ օրենք ընդունեն, որ այն նույնիսկ 93 թվականին Լեռնային Ղարաբաղը ինքը որոշեց անկախ դառնալ, ոչ թե միավորվել Հայաստանին, հետևաբար այդ որոշումը այլևս ուժը կողծված է դեռ 93 թվականին։ Այս կարգի ինչ որ բան, որը հիմք կդառնա դրան։ Ինչու է Ադրբեջանը այդ ասում։ Դա ասում է, որտեվ Թուրքիան ուզում է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Թուրքիան ինքն էլ ուզում է իր ասածներից չհրաժարվել, որտեղ Թուրքիան ասել է, որ հայ-թուրքական սահմանը կբացեմ, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Հիմա ասում են ստորագրեք, որ բացեմ։ Նրանք էլ ասում են, ախ մենք ասել ենք, որ սահմանադրություն փոխեք, որ ստորագրենք։ Դե ասում եմ, մի բան գտեք, որ դրա տակից դուրս գանք, ես էլ սահմանը բացեմ, որտեղ գիտեք, Թուրքիայի լիրայի անկումը, Թուրքիայի տնտեսության մեծ մասշտաբներով Թուրքիայից դուրս գալը։ Այսօր Թուրքիայի թեթև արդյունաբերությունը դուրս է եկել Թուրքիայից։ Այդ գործամները չկան, չեն աշխատում, որովհետև դոլարի այդ կարգի անկումը հնարավորություն չի տալիս մրցակցային պայմաններում Չինաստանի հետ որևէ կերպ մրցակցել։ Իրենք շուկա են կորցնում։ Եվ Թուրքիայի միակ հնարավորությունը այս ճանապարհները իրենց ունեցած աշխարհագրական դիրքը Եվրոպայի հետ ունեցած կապը օգտագործելն է։ Եվ այս համատեքստում թե Ադրբեջանը, թե Թուրքիան սպասելիքներ եւ ակնկալիքներ ավելի շատ ունեն Միացյալ Նահանգներից, քան Ռուսաստանից։ Դրա համար իրենք փորձում են խաղալ Արևմուտքի դաշտում, ոչ թե Ռուսաստանի դաշտում, ընդհակառակը Ռուսաստանի դաշտում գնալով սրում են։
Կարծում եք հայ-ռուսական եւ Հայաստան պրոռուսական ինտեգրացիոն կառույցներ հարաբերություններում այնինչ վիճակ, որ ունենք դրա սկիզբը հենց օգոստոսի 8-ի հետ կապ ուներ, օգոստոսի 8-ից հետո սկսվեց։ Ես կարծում եմ, որ դա սկսվեց մինչև նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը, որովհետև դեռ պատերազմի օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը երկրի քաղաքական ուժերին հավաքում էր ու ներկայացնում էր իրավիճակը, այդպիսի երկու հավաք է եղել, որին ես ներկայ եմ եղել, հիմնականում այն պահանջները, ինչը դնում էր Ռուսաստանը, այն ժամանակ էլ այդ պահանջները դնում էր։ Այսինքն դա օգոստոսի 8-ի հետ այնքան էլ կապված չի։ Այստեղ խնդիրը հետևյալումն է, ինչ է ուզում Ռուսաստանը մեզանից։ Ռուսաստանը ինչպես 1918-20 թվականներին Ադրբեջանին ու Թուրքիային իր ուղեծրում պահելու կամ իր հանդեպ բարեհաճ վերաբերմունք ունենալու համար զիջեց Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջևանը Ադրբեջանին, այնպես էլ հիմա ուզում է զիջել Սյունիքը, որպեսզի Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ կամ չգիտեմ, այլ առումով մնա Ռուսաստանի ուղեծրում եւ Ռուսաստանը այդ համատեքստում Հայաստանին տեսնում է որպես իրեն դուստր ձեռնարկություն, լավագույն դեպքում Բելարուսի կարգավիճակով ոչ ավելին։ Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանի ճանապարհները ամբողջությամբ մնան իր վերահսկողության ներքո եւ ինքը այդտեղ ներդրումներ չանի։ Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանում նոյեմբերի 9-ին երրորդ կետով խնդիրները լուծվի ճանապարհների ապաշրջափակման, ինչի չի դադարում Լավրովը անդադ կրկնելով։ Ռուսաստանն ուզում է, որ Ռուսաստանի երկքաղաքացի կամ երրաքաղաքացի մարդը Հայաստանում կառաջադրվի ու հաղթի, ու եթե չի հաղթում, Հայաստանին ասի, գիտես, քո մթերքները չեմ ընդունում եւ այլը եւ այլը։ Եւ այս համատեքստում հայ մարդու մոտեցումները Ռուսաստանի մոտեցումների հետ չի համընկնում։ Բնականորեն չի համընկնում, որտեղ մենք ուզում ենք ժողովրդավար երկիր ունենանք, մենք ուզում ենք արագ զարգանալ, մենք ուզում ենք մեր անվտանգությունը ապահովված լինի, մենք տեսնում ենք, որ այդ անվտանգության ապահովման համար ժամանակակից սպառազինություն է պետք, ինչ Ռուսաստանը մեզ չի տալիս եւ չի էլ կարող տալ, հետեւաբար մենք այլընտրանքներ ենք որոշում եւ այդ այլընտրանքների ընտրության արդյունքն էր, որ մեզ տարավ օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում փաստաթուղթ ստորագրելով։ Այնուամենայնիվ Հայաստան-Ռուսաստան այս հարաբերություններում հիմա կարծում եք իրական երկխոսություն կա եւ կամ ու ցանկություն կա, հատկապես Ռուսաստանի կողմից ինչ որ կերպ հարթել, թե պարզապես այսպես հայտարարություններով բախում է եւ չգիտենք ինչ է լինելու։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, մենք խոսեցինք օգոստոսի 8-ի փաստաթղթի մասին, այս մեկ տարվա ընթացքում ինչ է տվել այդ փաստաթուղթը եւ անցանք հայ-ռուսական հարաբերություններին։ Հարցը այն է, թե հիմա իրական երկխոսություն եւ ցանկություն է իր ստեղծված իրավիճակը հաղթահարելու հատկապես Ռուսաստանի կողմից կա, թե բացակայում է դա եւ կոշտ քայլերը շարունակվելու են։ Այստեղ էլ պիտի համեմատության համատեքստում նայենք, երբ ադրբեջանական ինքնաթիռը խոցվեց ռուսական հակաօդային պաշտպանությունների միջոցով, այդ ժամանակ Ադրբեջան եւ Ռուսաստան հակադրություն գնաց։ Այդ երկխոսությունը կար եւ ով էր ձգտում այդ երկխոսությունը իրականություն դարձնել, ակնհայտ Ռուսաստան։ Ադրբեջանը պահում էր 4 պոզիցիաներ։ Հայաստանը ընդհակառակը ինքը ընդառաջ քայլեր է անում, վարչապետը գնաց, չգիտեմ ինչի մասնակցեց, հիմա չգիտեմ ինչի է մասնակցում։ Իմ կարծիքով Մհեր Գրիգորյանի ներկայություն ոչ միայն լրիվ բավարար կլիներ, դեռ մի բան էլ ավել կլիներ նման միջոցառմանը մասնակցելու համար, որովհետև այդտեղից որևէ ակնկալիք ես չեմ տեսնում, որովհետև Ռուսաստանի մոտեցումները Հայաստանին դուստր ձեռնարկություն տեսնելու, երկաթգծերը չտալու, Հայաստանում ամեն ինչ արգելափակելու չի փոխվելու։ Ռուսաստանը այսպես թե այնպես գազը ծմրանը թանկացնելու է։ Այս ակնհայտ է։ Ինչ էլ ուզում է անի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ հին ռուսական սովորություն է, երբ որ իրեն հակադրվում ես կամ երբ որ իրեն թեթև թուլություն է ցուցաբերում, ինքը սկսում է դրանից պահանջներն էլ ավելի մեծացնել։ Եվ դա է պատճառը, որ ինչքան մասնակցում են, այնքան պահանջներն ավելի խստանում են, այնքան մեր ներքին կյանքին խառնվելու ավելի լրացուցիչ պահանջներ են դնում, իսկ ինչքան հակադրվես, այնքան իրենք կգան
երկխոսության։ Ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը բոլորն էլ ԵԱՏՄ-ի մասով գրեթե նույն մոտեցումն ունեն։ Շատ քիչ տարբերություն իշխանության։ Բոլորն էլ գտնում են, որ ԵԱՏՄ-ի հետ աշխատել է պետք, որ ԵԱՏՄ-ն չեղավ, մեր տնտեսական վիճակը վատ կլինի, եւ այս առումով ասեմ, որ ես չեմ կիսում այդ մոտեցումը, որ ես համարում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, իսկապես ճիշտ ժամանակն է ԵԱՏՄ-ից դուրս գալու, անգամ ուշացրել ենք այն ժամանակ, որ թանկացնում էին, պիտի հայտարարեինք, որ հապկից դուրս են գալիս։ Այն որ Ալեն Սիմոնյանն ասեց, այդ դեպքում մենք հապկից էլ դուրս կգանք ԵԱՏՄ-ից, այդ դրանից մի 20 օր հետո իրական ժամանակներ, եթե խնդիրը դնեինք, հիմա Ռուսաստանը խնդրելու էր երկխոսության, որտեղ հենց վարչապետի բարձրաձայնած թվերը, թե մենք ընդհանուր մաքսային գոտուց ինչ ենք տալիս Ռուսաստանին, իրենք մեզ ինչ են տալի, ապրանքաշրջանառությունը մեր ինչքան է ԵԱՏՄ-ում, այս բաները հուշում են, որ Ռուսաստանը այնպես չի, որ առանց մեզ իր համար ինքը, օրինակ ինչի ծխախոտի ներմուծումը չի արգելում, ինչի թանկարժեք մետաղների ներմուծումն արտահանումը չի արգելում, ինչի բարձր տեխնոլոգիական ապրանքների ռադիոէլեկտրոնիկա եւ այլի չի արգելում։ Այստեղ ասում է 2/3-ով կրճատվել է առևտրային շրջանառությունը։ Գիտեք, 2/3-ով ընդհանուր զանգվածն է կրճատվել։ Այս ուղղությունները ոչ մի բանով էլ չեն կրճատվել։ Բարեբախտաբար այս անգամ Հայաստանի համար մեկ հարկատուն Քաջարյանի պղնձամոլիբդենային կոմբինատներ, բայց նախորդում համար մեկ հարկատուն բջջային հեռախոսներ վաճառող կազմակերպություններ, չէ՞։ Այսինքն այս համատեքստը, Հայաստանի համատեքստը Ռուսաստանի այսօրվա պարագայում տնտեսական գործընթացների մեջ բավականին լուրջ ազդեցություն է։ Ես կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է ԵԱՏՄ-ից դուրս գալու, հապկից դուրս գալու եւ միասնական հակաօդային պաշտպանության համաձայնագրից դուրս գալու։ Ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ի տարբերություն խորհրդարանում ներկայացված ուժերի հասկանում են, որ Ռուսաստանը ինչ է ուզում իրենցից եւ ժամանակ են ձգում։ Ես չգիտեմ ինչի։ Միգուցե այդ ժամանակը ձգելը ձեռնատու է քաղաքացիական պայմանագրին կամ գործող իշխանությանը, բայց իմ խորին համոզմամբ դա ձեռնատու չէ Հայաստանի Հանրապետությանը։ Կտեսնեք, որ ինչ որ ժամանակ հետո, այն ինչ որ ես ասացի, դրանք քաղաքացիական պայմանագիրը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականացնելու են։ Այդ կտևի, չգիտեմ, կես տարի հետո, 1 տարի հետո, բայց իրենք ասելու են այդ ժամանակ է ժամանակը ու էլի ակնհայտ է դառնալու, որ մենք կես տարուց ավել կորցրեցինք։ Իսկ չեք կարծում, որ գուցե այդ ժամանակը ձգելն էլ որոշակի պատճառներ ունի, որպեսզի միանգամից այդ ցնցումները չլինեն, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կերպ պատրաստվել, նույն ասում եք, աշնանը գազը կանջատեն, կթանկացնեն։ Հիմա եթե թանկացնելու են, գուցե պետք է ժամանակ շահել, որպեսզի դրան էլ պատրաստ լինել, ինչպես պատրաստ լինել։ Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իսկապես սանրութեթև են անում ժամանակի առումով ու կմահաճույքներով չի, որ առաջնորդվում են եւ որոշակի հաշվարկներ ունեն եւ ձեր ասած գուցեն այդ հաշվարկների մեջ մտնում է։ Այստեղ խնդիրը այլ հարթությունում է։ Ես համամիտ եմ դրա հետ, թե համամիտ չեմ դրա հետ։ Ես համարում եմ դա ավելի օպտիմալ, թե համարում եմ հիմա դուրս գալն ավելի օպտիմալ։ Ես հիմա դուրս գալն եմ համարում ավելի օպտիմալ, որովհետև համարում եմ, որ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը ինքը որոշակի պահից դառնում է վտանգավոր բոլոր կողմերի համար։ Եվ Աստված չանի ծանրագույն իրավիճակների պարագայում որևէ մեկը պարտավորություն չի զգալու քեզ աջակցելու, որովհետև ամբողջական վստահություն չունի, որովհետև դու խաղացել ես երկու դաշտում էլ։ Հիմա որոշակի առումով հստակությունը առավել եւս Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության, Ռուսաստանի 5-րդ Շարասյան Հայաստանում գործելու գործելավոճից երևում է, որ այն Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները ինչ ունենք, այդ նույն դիրքերին բերելը գրեթե անհնարին է։ Այդ մասին նաև բարձրաձայնել է վարչապետն, ասել է, որ այլևս այն հարաբերությունները, ինչը նախկինում եղել են, դրանք լինել չեն կարող, բայց դա չի բավարարում Ռուսաստանին։
Ամբողջ խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը ուզում է հետ վերադառնալ հետ խորհրդային շրջանի կարգավիճակի։ Ռուսաստանն ուզում է ձևավորել նախկին սովետական միության մոդելի մի պետություն, որի անունը ուզում է դնել միութենական պետություն։ Եվ այդ համատեքստում Բելարուսից հետո չգիտեմ, իրեն անհրաժեշտ է Հայաստանը։ Հակառակ դեպքում ինքը այս տարածաշրջանը կորցնում է։ Ինքը իր ազդեցության լծակը Ադրբեջանի միջոցով մեզ ճնշելու կորցրել է, այլևս կորցրել է։ Եվ բարեբախտաբար Ադրբեջանն այսօր խաղում է Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հետ եւ չի խաղում Ռուսաստանի հետ խաղերը, եւ այսօր Ուկրաինայում արդեն իրենք համաձայնությունների են գնում, ու Զախարովան որևէ բան Ադրբեջանի մասով չի ասում։ Իսկ Ռուսաստանի փոխվարչապետը մամուլի պատասխանատուն, տեսեք Հայաստանի մասով, Հայաստանի պահվածքի մասով, որ հայերը այս ինչ օրենք են ընդունել, ինչ տեսակետներ են ասում ու ինչ արտահայտություններ են անում եկեղեցու, չգիտեմ, Հայաստանում ռուսներին դատելու մասով։ Մենք Հայաստանում ինչ ռուս ենք դատել։ Եթե դատել ենք Սամվել Կարապետյանին, ապա նա ռուս չի, նա երկքաղաքացի է, նաև Հայաստանի քաղաքացի է։ Բայց ինչ նկատի ունեն, որ ասում են մենք մեր զբոսաշրջիկներին կոչ կանենք չայցելել Հայաստան, քանի որ Հայաստանում ռուս քաղաքացիների համակարգային ինչ որ այդպեսի Այդ առումով ռուս քաղաքացի, որ դատվում ու դատապարտվում է, միայն Սամվել Կարապետյանն է իրանք։ Հավանաբար այդ նկատի ունեին, երբ որ Սամվել Կարապետյանը պիտի առաջադրվի ինքը Հայաստանի քաղաքացի է, երբ որ դատվում է Ռուսաստանի քաղաքացի է, մեր քաղաքացուն ինչ եք դատում։ Ռուսաստանը ընդհանրապես Հայաստանում ուզում է ինքը նշանակի մարդ ու հաջորդն ասի Պուտին, քանի որ դու ես առաջարկել, ես գնում եմ քվեարկեմ իրեն։ Դրա փոխարեն Պուտինն ինչ է առաջարկում մեզ նոյեմբերի 9-ին 3-րդ կետ։ Ուրիշ որևէ բան չի առաջարկում։ Ինքը մեզ սպառազինություն չի առաջարկում։ Գիտեք, մեր մոտ IS թիմի հայրենասիրությունը հասել է նրան, որ իրենց համար հայրենասիրությունը Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ ադրբեջանցիներին հայհոյելու հնարավորության դիմաց Հայաստանի ինքնիշխանությունը ռուսներին զիջելը։ Այսինքն մտնենք ռուսների թևի տակ ու հայհոյենք ադրբեջանցիներին ու էս է իրենց պատկերացրած հայրենասիրությունը։ Մահատմա Գանդին մի լավ խոսք ունի, ասում է պետության համար ամենավտանգավորը գաղութատիրոջ կողմից դաստիարակված էլիտան է։ Իրեն գաղութատիրոջ կողմից դաստիարակված էլիտա են։ Այդ Հայաստան խմբակցությունն ու ուժեղ Հայաստան դաշինքները, չգիտես ինչի են իրենց անընդհատ հոլովում Հայաստան անունը, այսինքն ենթագիտակցաբար իրենք էլ են զգում, որ իրենք Հայաստանի հետ կապ չունեն։ Ավելի շատ շեշտադրում են հայկականը, ազգայինը, բայց ոչ պետությունը, տպավորությունը այդպեսի։ Գիտեք, հայկականի ազգայինի կարևորելու առումով պիտի լուծումներ առաջարկես։ Օրինակ, ես գտնում եմ, որ Ռուսաստանից այդ գազային եկող պատժամիջոցներին դիմակայելու տարբերակ կա, որ որ եղբայրս ասում էր, որ անկախությունը բացարձակ արժեք է, այդ ուղղակի բառեր չէին ու իմ համար էլ է դա, որ անկախությունը չպիտի չափվի լորիկ կամ վարունգ վաճառելով, առավել եւս որ լորիկ կամ վարունգ վաճառելով Հայաստանը գերհզոր տերություն չի դառնա։ Ես կարծում եմ, որ մենք մեր գոտիները ձգելով եւ ճիշտ տնտեսական քայլեր անելով կարող ենք Հայաստանը դարձնել այս տարածաշրջանի ամենաարագ զարգացող եւ ամենաբարեկեցիկ երկրի գաղափարին էլեկտրաէներգիայի կուտակիչների համակարգ ստեղծելու առումով։ Եվ նախ ես գտնում եմ, որ Հայաստանը գազային կախվածությունից պիտի անջատվի, պիտի կարող է անջատվել մի քանի քայլեր անելով։ Առաջին 1000 մեգավատանոց նոր ատոմակայան կառուցելով։ Մենք պիտի քիչ գազ օգտագործենք, շատ էլեկտրոէներգիա։ Երկրորդ, ես առաջարկում եմ կառուցել 14 ջրամբար, յուրաքանչյուր ջրամբարի վրա մինիմումը 20 մեգավատ հիդրոէլեկտրոկայան դնելը։ Գիտեք, այդ հիդրոէլեկտրոկայան կառուցողները կխնդրեն, կա շարք կտան, որ իրենց հնարավորություն տաս, որը ջրամբարի տակ իրենք հիդրոէլեկտրոկայան դնեն։ Այդ լրացուցիչ 270 մեգավատ էլեկտրոէներգիա է անում։ Արևային էներգետիկայի ստացված էներգիան, որ մենք կեսօրին ստանում ենք ու օգտագործելու տեղ չունենք, այդ կուտակենք կուտակիչներով։ Իսկ այդ նատրիումի իոնով ուղղությունը դա բացառիկ ուղղություն է։ Մենք պիտի վերցնենք աշխարհի առաջիկա զարգացման տենդենսները ու այդտեղ մտնենք առաջինը դառնանք։ Եթե մենք այդ խնդիրը լուծում ենք, մենք լուծում ենք խաղաղության խնդիրներ, բարեկեցության խնդիրներ, այս խնդիրների
Այս խնդիրը իսկապես այդպեսին է, ինչի եմ ես համոզված, որովհետև նատրիումի իոնով այդ կուտակիչները, դրանք աղային կուտակիչներ են, դրանք ցրտից չեն վախենում։ Հիմա ցուրտ երկրներում եւ օրինակ ասենք Արաբական Էմիրատություններում եւ այլ, այս էլեկտրական մեքենաները չեն վարում, որտեղ դրանք պայթում են։ Սկանդինավներում չեն վարում, որտեղ դրանք Ռուսաստանի Սիբիրյան մասերում չեն վարում, որովհետեւ դրանց արտադրողականությունը միանգամից ընկնում է։ Լիթիումային էլեմենտները շատ թանկ են։ Լիթիումը մետաղ է, ինքը Աֆրիկայում է կորզում, ինքը շատ թանկ է։ Նատրիումը աշխարհի ամենատարածված էլեմենտն է եւ ինքը 70% ավելի էժան է, քան լիթիումը։ Եվ երրորդ ամենակարևորը, աշխարհը չգիտի, թե լիթիումային այդ էլեմենտները, կուտակիչները, ինչպես չեզոքացնել։ Օգտագործումից հետո դա էկոլոգիական ահռելի վնաս է։ Իսկ նատրիում իոնային այդ կուտակիչները իրենք չեզոքացնելու խնդիր չունեն։ Իրենք որևէ բնության վնաս չեն, իրենք բնական էլեմենտ են եւ բնության որևէ վնաս հասցնել չեն կարող։ Սա իսկապես աշխարհում էներգետիկայի կուտակման, զարգացման հիմնական ուղղություններից մեկն է դառնալու։ Այս չտեսնելը անհետեթություն է։ Ու այն դեպքում, որ Հայաստանը նույն Միացյալ Նահանգների երկրաբանական միության արած հաշվարկներով հենց Երևանին կից ունի 150-ից մինչև 200 միլիարդ մետրիկ տոննա աղի պարունակություն, որը կարելի է օգտագործել ու չօգտվել դրանից, ընդառաջ քայլեր չանելը, այս անհետեթություն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս ուղղություններով պիտի իր հիմնական քայլերն անի եւ մտնի աշխարհի զարգացման տենդենսի մեջ, նախաձեռնությունը վերցնի այդ տենդենսի իր վրա, իր կապերը տնտեսական ընդլայնի աշխարհի բոլոր ուղղություններով, իսկ երբ որ աշխարհի բոլոր երկրների հետ այդ կարգին լայնված կապեր ունես, քո դեմ պատերազմ անելը դառնում է անիմաստ, ամբողջ աշխարհն է քո աջակիցը։ Հավանաբար այս հարցերը պետք է տեղ գտնեին նաև քաղաքական ուժերի օրակարգերում, ազգային ժողովը սկսել է աշխատանքը, հիմա ինչ տպավորություն ունեք, փոխվել է ինչ-որ բան, հնից նոր, ասենք քաղաքական բանավեճ, քաղաքական բանավեճի որակ, թե դերակատարներն են փոխվել մասամբ եւ ամեն ինչ այնպեսին է, ինչպեսին կա։ Ասեմ, որ տխուրը նրանում է, որ ազգային ժողովի ընդդիմադիր թևը ավելի շատ կիրառում է քաղաքական տեխնոլոգիաներ, քան սրտացավություն ու հոգատարություն է ցուցաբերում, քան ճիշտ խոսքի ասում։ Կարծես միտեղ մտածել են, ասել են, այ պիտի անես այս քայլը, պիտի ասես, թուրք տեսել ես, այսինքն մարդուն այս առումով մտածված դերերը բաժանված գալիս են ու որպես դերասան էլ շատ վատն են։ Այնպեսին է, որ նույնիսկ նայել չի լինում, որտեվ տեսնում ես, որ այդ մարդը քո հետ ոչ թե անկեղծ մարդ է խոսում, այլ խոսում է դերասան։ Քաղաքական տեխնոլոգիա է կիրառում քեզ իրենով անելու համար։ Այդ ամենատխուրն է։ Այսինքն իրենց փոխարեն մտածում են այլտեղ եւ այդ մտածածը տալիս են իրենց, որ իրենք այդ շարունակեն։ Ես բազմաթիվ խորհրդարաններ եմ տեսել, որոնք անհամեմատ ավելի վատ ընտրությունների արդյունքում են ձևավորել։ Մարտի 1-ից հետոյի խորհրդարան եմ տեսել, բայց այս խորհրդարանը իր բովանդակությամբ ամենախտրահարույցն է, որովհետև երկու կողմն էլ այս խորհրդարանում համարում են, որ ընտրությունները արդար չեն եղել։ Այս մի թևը համարում է, որ ինքը արդար է ընտրվել, այ իշխանությունը արդար չի ընտրվել, իշխանությունն էլ համարում է, որ ինքն է արդար ընտրվել, այ նրանք են կաշառք բաժանել, ու այս բանավեճը անվերջ է լինելու, ու խնդիրը երբեք չի հասնելու։ 14 ջրամբար կառուցելուն նատրիում իոնով Հայաստանը տարբեր երկրների դռներ ծեծելով, չինական ընկերությունների, նորվեգական ընկերությունների, Միացյալ Նահանգների, Տեսլայի հետ գործարքի գնալու մեծ ծրագրեր է դնել պետք, այս մեծ ծրագրերից որևէ մեկը չի ուզում խոսել։ Իսկ եթե խոսում են էլ ինչ որ բաներ, դա էլ շատ տխուր է, գողություն են անում։ Գրագողություն, ասենք քարոզարշավի ժամանակ մենք 5 ծրագիր էինք դրել։ Այս ուժեղ Հայաստանի քաղտեխնոլոգները վերջացին իրենք էլ 5 քայլ դրեցին։ Ես դրանից 6 ամիս առաջ խոսում էի նատրիում իոնով կուտակիչներից, մեկ էլ հոբ Նարեկ Կարապետյանը նատրիում իոնից է խոսում, ու խոսում է, չգիտեմ, հնդկական ինչ-որ ընկերությունից, որը այն ցանկում, որը վերջին 1 ամիս առաջ ներկայացրեցին, ովքեր զբաղվում են նատրիում իոնով կուտակիչներով, ընդհանրապես չկա, այլ գոյություն չունի։
Առաջին տեղում Կաստելն է։ Այդ Կաստելը համագործակցում է բազմաթիվ երկրների հետ եւ ամենահիմնականը չինական ընկերություն կա, որ արդեն ստացել է եւ այդ մեքենաներն աշխատում են։ Այնպես որ սրանք ուղղություններ են, որոնք դժվար թե այս խորհրդարանը սպասարկի եւ ես կարծում եմ, որ այս խորհրդարանը իր ամբողջ ժամկետը չի լրացնելու։ Ինչ սպասել առաջիկա աշնանը։ Այդ միավորվելու գաղափար, փողոցային պայքար, սրացումներ եւ այլն, այդպիսի կանխատեսումները իրականությանը մոտ են թե չէ։ Ես ավելի շուտ կանխատեսում եմ, որ Ռոբերտ Քոչյանը կկալանավորվի, որովհետեւ դրա ոչ միայն հանրային պահանջարկ է ձևավորվել բոլոր կողմերից, անգամ իր որդին է ասում, դե եթե մեղավոր էր դատեիք։ Այսինքն այս պահանջարկը բացառիկ է ու սրան որևէ մեկը չի հակադրվում։ Անգամ որդին ասում է, դե մեղավոր էր դատեիք։ Իմ իշխանությունն էլ անդադ ասում է մեղավոր է, ուստեղ կաներկբա է։ Ուզում են, չեն ուզում, չդատելու տարբերակ չունեն։ Առավել եւս վարչապետն ասում էր, այ դատելու եմ, կզասնելու եմ, ես եմ անելու, այն եմ անելու։ Ռոբերտ Քոչյանից հետո խնդիրն անցնելու է Սամվել Կարապետյանին։ Ու այս խնդիրների հերթով գնալը նաեւ լարելու է մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ինչի սկսվեց Գագիկ Ծառուկյանից, որտեղ այդքան չէր լարում։ Ուն ամենաթույլ օղակն էր։ Հաջորդը Ռոբերտ Քոչյանն է, հաջորդը Սամվել Կարապետյանն է։ Այս ուժերը փողոցային շարժման կանցնեն թե չէ, կարծում եմ չեն անցնելու, որտեղ իրենք տեսնում են, որ փողոցում լուրջ աջակցություն ունենալ չեն կարող։ Առավել եւս այն պահվածքը, ինչ ունեն իրանք այսօրվա ազգային ժողովում, այդ մատնատները վերցնելով, իրենք կորցնում են։ Ուժեղ Հայաստանը հենց ինքը խոստովանեց, որ իր կազմում եղած մարդկանց 40%-ը դեմ էր մանդատները վերցնելու։ Եվ իրականում էլ մանդատ ստացած կամ ցուցակում եղած падգամավորի տեխնացուների 50%-ը անմիջապես մանդատը դրեց։ Իսկ իրենք 50% նվազեցին։ Իրենց այն ժամանակվա հանրահավաքը 17 թե 18000 էր կամ 22000։ Հիմի կլինի 12000։ Լավ, թող բոլորով իրար հետ միանան էլի 20000։ Այս խնդիր չի լուծելու։ Եվ ես չեմ կարծում, որ իրենք էլ ասում են մի անգամ անում ենք ու վերջ, առավել եւս ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնացուի այդ ճեպազրույցները, չգիտեմ, ինքը կարծում է թե ինքը լավ հումորային ունակություններ ունի, բայց բացի իրենից որևէ մեկը չի ժպտում այդ իր ասացի վրա ու այդ ավելի անլրջացնում է իր այդ կերպարը, մարդիկ սկսում են զարմանալ, թե այս մարդը ոնց է արստացել։ Անկամ խնդիրը այդ հարցը ինձ ամենաշատ այդ հարցն են տալիս, թե այդ գիտելիքներով այդ մարդը ոնց է արստացել։ Այստեղ գիտեք ինչ, այն պահվածքը, որոնք դրսևորում են այդ թիմի քաղաքական լիդերները առանց աչքները թարթելու Լևիտանի տոնով այսօր այդ ռուսական հատուկ ծառայությունների դպրոցի այդ հատուկ դրսևորումները բացասական արդյունք են տալիս միանշանակ։ Այն որ Ջան Ջիգարովը ամբիոնից խոսում են, այդ ավելի դրական է աշխատում, ավելի մարդկային է, քան այն ինչ որ ձևական է, թատերական բեմականացված, ինչը բացարձակ հակառակ ազդեցություն է ունենում։ Եվ ես վստահ եմ, որ իրենք զրոյական ռեսուրս ունեն մեծ հանրահավաքներ անելու եւ իշխանապողության հասնելու, այսինքն իրենց հետագա գործընթացները իրենց էլ ավելի մաշեցնելու ուղղությամբ վրա են տանձնվելու։ Եվ մեր զրույցի վերջում բլից հատվածը արագ հարցեր, արագ պատասխաններ։ Այսօր Հայաստանը խաղաղություն ունի, թե ժամանակ խաղաղությունը կայուն դարձնելու համար։ Եվ խաղաղություն ունի, եւ ժամանակ խաղաղություն կայունացնելու համար։ Եթե ստիպված լինեիք ընտրել ուժեղ տնտեսություն, թե ուժեղ անվտանգություն։ Դրանք փոխկապակցված են։ Այսօր Հայաստանի ամենամեծ արտաքին ռիսկը որն է՝ Ադրբեջանը, տարածաշրջանային մրցակցությունը, թե գերտերությունների հակասությունները մեր տարածաշրջանում։ Ադրբեջանը եւ տարածաշրջանային լարվածությունը։ Որն է ավելի վտանգավոր Հայաստանի համար՝ արտաքին ճնշումը, թե ներքին պառակտումը։ Միշտ ներքին պառակտումը։ Եթե վաղը մեկ որոշում կարողանայիք ընդունել տալ կամ ընդունել, որը կլիներ։ Դուրս գալ հապկից։ Որն է այն մեկ սխալը, որ Հայաստանը երկրորդ անգամ թույլ տալու իրավունք չունի։ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու փորձերը։ Ով պետք է առաջինը փոխի քաղաքական խոսույթի որակը, իշխանությունը թե ընդդիմությունը։ Միանշանակ իշխանությունը։ Ինչն է ձեզ ստիպում այսքան տարի զբաղվել քաղաքականությամբ։
քաղաքականությունը օպիում է մասաների համար։ Դուրս գալը շատ դժվար է քաղաքականությունից, չասեմ հայրենասիրությունը շատ բանալ կլինի։ Եթե 1 ժամով դառնայիք վարչապետ, որն է լինելու ձեր առաջին որոշումը։ Ես 6 ամիս եղել եմ վարչապետ եւ բազմաթիվ որոշումներ եմ կայացրել։ Հիմա եթե լինեիք առաջին որոշում, որը կլիներ։ Առաջին որոշումը կլիներ հապկից դուրս գալը։ Ինչ բառով կպնտագրեք 26 թվականի քաղաքական աշունը։ Լավ տերևաթափ։ Եվ մեկ միտք, որ կուզենայիք հեռուստադիտողը հիշեր մեր այսօրվա զրույցից։ Հիմա ճիշտ ժամանակն է հապկից, ՀԱՏՄ-ից եւ միասնական հակաօդային պաշտպանությունից դուրս գալու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսօր մենք դիտարկեցինք եւ 1 տարի առաջ նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր եւ խաղաղության ինստիտուցիոնալացման խնդիրը, դիտարկեցինք Հայաստան, Ռուսաստան, Հայաստան, ԵԱՏՄ եւ ընդհանրապես Հայաստան պրոռուսական ինտեգրացիոն կառույցներ հարաբերությունները, չհասցրեցինք խոսել Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններից եւ անդրադարձանք ներքաղաքական զարգացումներին։ Սրանք առանձին պատմություններ չեն, սրանք մեկ ընդհանուր շղթայի օղակներ են, սրանք մեկ ամբողջություն է, բայց յուրաքանչյուրում հաջողության համար անհրաժեշտ է եւ ռազմավարական ճշգրիտ հաշվարկներ եւ հանրային վստահություն։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում էիք, լավ մնացեք, կհանդիպենք։